Այսօր այն օրն է, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, օր, որ մեզնից խլեց ամենաթանկը, որդիներ, հայրեր, եղբայրներ, ընկերներ, օր, որ փոխեց մեր ճակատագրերը և դաջվեց մեր հիշողության ամենախորքում։ Ես Նատալին եմ, կին, ով 44 օր ապրել է զինվորի կողքին։ Ես տեսել եմ պատերազմը ոչ թե հեռվից, այլ սեփական աչքերով։ Տեսել եմ, թե ինչպես է կյանքը բաժանվում երկու մասի՝ մինչև պատերազմ և հետո։ Ես տեսել եմ մոր ճիչը, երբ նա վերջին անգամ որդու անունն էր կանչում։ Տեսել եմ զինվորի աչքերի լույսը, որ հարցնում էր. ինչպես ապրել առանց մեկ ձեռքի։ Ես ասում էի, որ հնարավոր է։ Հետո դուրս էի գալիս հիվանդասենյակից, գնում տուն, ծնկում ու գոռում, որովհետև պատկերացնում էի ինձ առանց ձեռքի կամ ոտքի, ինչպես կարող էի ապրել։ Նրանք ուժեղ են։ Այդ օրերին ես երդվեցի իմ մեջ, այլևս երբեք չթույլատրել, որ պատերազմ գա ու խլի մեր ապագան։ Ես որոշեցի աջակցել մեր առաջնորդներին, մեծարգո Փաշինյանին և Ալիևին, որ միասին կարողանանք դադարեցնել պատերազմի շղթան։ Այս 3 տարիները հեշտ չեն եղել։ Ես անցել եմ սպառնալիքների միջով, լսել եմ իմ կյանքի դեմ ուղղված խոսքեր, բայց ոչ մի անգամ կանգ չեմ առել ու չեմ առնելու, որովհետև իմ մեջ ապրում է նրանց հիշատակը, իմ մեջ ապրում է նրանց չապրած կյանքը, իսկ նրանց հիշատակը պարտավորեցնում է ինձ շարունակել պայքարը հանուն խաղաղության, հանուն մեր ապագա սերունդների։ Այսօր ուզում եմ ասել մի ճշմարտություն. զոհերը եղել են երկու կողմերում, պատերազմում շոկոլադ չեն բաժանում, երկու տարբեր երկրներում, տարբեր գյուղերում, տարբեր սահմաններում, մայրեր նույն աչքերով են լացել իրենց զավակների համար։ Պատերազմը չի ճանաչում ազգություն, չի ճանաչում սահմաններ, պատերազմը միայն խլում է, ու խլում է մեզնից ամենաթանկը՝ մեր զավակներին։ Մենք իրավունք չունենք լռելու, մենք իրավունք չունենք կրկնելու նույն սխալը։ Մենք պարտավոր ենք մեր սերունդներին թողնել ոչ թե նոր գերեզմաններ, նոր արյուն, այլ խաղաղ ապագա։ Թող մեր նահատակների հիշատակը դառնա ոչ թե նոր ատելության բոց, այլ ճանապարհ դեպի խաղաղություն։ Թող նրանց կյանքը, նրանց զոհաբերությունը մեզ ստիպի դադարեցնել արյան հոսքը։ Ադրբեջանցի մայրն էլ ունի նույն սիրտն ու հոգին, ինչ մենք, ով շահեց այս պատերազմում, միայն պատերազմ հրահրողը, միայն զենք վաճառողը։ Մենք վաղուց պետք է հասկանայինք, որ այդ ամենը բիզնես է։ Ես այսօր իմ սրտի խորքից կրկնում եմ իմ երդումը. ոչ մի պատերազմ սահմանին, եթե անգամ դա իմ կյանքը արժենա։ Ոչ մի մայր այլևս չպետք է սգա իր որդու կորուստը։ Ես խոնարհվում եմ մեր զոհերի հիշատակի առջև։ Ես խոնարհվում եմ մեր հերոսների մայրերի առջև։ Մեր սերունդները չպետք է տեսնեն այն, ինչ տեսանք մենք մեր աչքերով։